24 ամիս անտոկոս ապարիկ իդեալ համակարգում։ Նոյեմբերի 28-ին, 29-ին և 30-ին իդեալ համակարգի ողջ տեսականին ձեռք բերեք 24 ամիս անտոկոս ապարիկով։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Եվ ուրեմն Բիշկեկում տեղի ունեցավ հապկի գագաթնաժողով, որին Հայաստանը չմասնակցեց որևէ ձևով, սակայն այդ հապկի հարթակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգտագործեց իր համար հետաքրքիր օրակարգն առաջ տանելու համար։ Որն է հետաքրքիր օրակարգը, դա այն ռուս-ամերիկյան դիվանագիտական աժիոտաժն է սկանդալներով լի, որը բարձրացել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու գաղափարի շուրջ։ Եվ ձեռքի հետ էլ Պուտինն ասում է, որ հապկի անդամ երկրները պետք է ռուսական զենք առնեն, ինքն է ասում։ Մինչդեռ Ռուսաստանը ինքն իր զենքը իրեն չի բավարարում, դրա համար էլ ասենք դիմում է Հյուսիսային Կորեային եւ զենքի համար եւ այդ զենքով կռվողների համար։ Այդ մասին գաղտնիք չկա։ Հարց է առաջանում ինչպես եւ ինչու է արվում այն նման հայտարարությունները։ Չնայած դե պարզ է պրոպագանդա է այդ ամենը եւ այս ամենին պետք է փիլիսոփայորեն վերաբերվել, այնուամենայնիվ այստեղ ասվածը մենք ընդունում ենք ի գիտություն եւ հասկանում, որ դրանից մեր անելիքը չի փոխվում։ Մեր անելիքն է բանակի ռեֆորմները, այստեղ էլ նորություն կա, դա այն է, որ կառավարությունը հավանություն տվեց, որ բանակում ծառայության ժամկետը կրճատվում է մինչև 1.5 տարի, 2-ից դառնալով 1.5 տարի, եւ սրա հետ կապված էլ ոմանք դժգոհություն են հայտնում, թե ինչու բանակ են կրճատում, արդյոք սա կրճատում է։ Եվ իհարկե այս ֆոնին էլ Հայաստանը նաև շարունակում է զարգացնել ռազմատեխնիկական եւ պաշտպանական համագործակցությունը նոր գործընկերների հետ, պատմականորեն նոր, այսպես ասենք։ Փորձենք հասկանալ այս ընդհանուր իրավիճակը, հատկապես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն էլ շարունակում է իր պատերազմը ընդդեմ Ուկրաինայի, այնտեղ ահռելի կորուստներ են, արյունալի մարտեր եւ անորոշ հեռանկարով։ Փորձենք այս ամենը հասկանալ, մեր զրուցակիցն է ռազմական փորձագետ Ապրի Արմենիա հիմնադրամի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ներսիսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ նորից տեսնել։ Բարև ձեզ, ձեզ էլ շնորհակալություն։ Պարոն Ներսիսյան, գանք այս հապկի գագաթնաժողովից եւ Հայաստանը շարունակում է դե յուրե մնալ հապկի անդամ, դե յուրե, բայց իսկ եթե ավելի ճիշտ լինենք, ավելի ճշգրիտ լինենք, Հայաստանը դուրս է եկել հապկից, ուղղակի դե յուրե դուրս չի եկել հապկից, այսպես երևի ավելի ճիշտ կլինի, հա։ Այստեղ դուք ինչպես եք այս քաղաքական պահը գնահատում եւ ինչ միտում եք այստեղ տեսնում, համեցեք։ Հետաքրքիր էր նկատել, որ մեր դրոշը մեկը կար վերջի հանդիպմանը։ Ես տեսնում եմ, որ երևի այս թեման մի քիչ արդեն չափից շատ է սկսում ձգվել։ Մեր ընդեղ դուրս չգալը, բայց դե յուրե լինել է եւ օրինակ կարելի է պատկերացնել, որ
ինչ որ մի պահի կարող է օրինակի համար եթե պատկերացնենք որ ռուս-ուկրաինական պատերազմը վերջանում է կարա եւ Ռուսաստանը փորձի օրինակ ստիպել հետ վերադառնալ ինչ որ գոնե փորձի կոնկրետ քայլերի ուղղությամբ գնալ եւ երևի այդ process-ը այսքան երկար թքելը այդքան էլ կարող է մեծ իմաստ չունի Պարոն Ներսիսյան, Պուտինը խորհուրդ է տալիս կամ կոչ անում ՀԱՊԿ-ի անդամ երկրներին ռուսական զենք գնել։ Մինչդեռ շվեդական այդ Սիպրի ինստիտուտի տվյալներով Ռուսաստանի զենքի արտահանումը դե ուղղակի ջարդուփշուր է եղել, եթե 21 թվականին Ռուսաստանի արտահանումը տարեկան կազմում էր 14 միլիարդ դոլար, ապա այս վերջին տվյալը 24 թվականին, եթե չեմ սխալվում, ընդամենը 1 միլիարդ։ Սա մի որը նշանակում է որ չեն վաճառում։ Այո։ Մեծ մասամբ։ Մենք էլ գիտենք մեր հետ կապված նմանատիպ դեպքերը, որ չենք կարողանում ժամանակին ստանալ եղած պատվերները։ Դրա համար կարծում եմ, որ ինչը որ ասվել է, դա ավելի քաղաքական ինչ-որ մի ուղղություն ունի, կամ իմ նշած նաև պատճառը, որ արդեն սկսում են մտածել, թե ոնց պետք է շարժվեն, երբ որ պատերազմը վերջանա։ Պարոն Ներսիսյան, հիմա Հայաստանն էլ Ռուսաստանից զենք չի գնում եւ դա հայտնի է։ Հիմա այս կոչի հետ մենք ինչ անենք, ինչու է նման կոչ արվում այս աղետալի վիճակը իրենց հաշվի առնելով, հա, ինչի համար, որպես ինչ։ Նշանակում է, որ ուզում ենք ՕՏԿ-ն էլի ուժեղացնենք, ինչ որ ձևի երևի ճնշում դա դեռ կոչել դժվար է, բայց ոնց որ օրինակ կարող է նկատի ունի, որ ինչ որ լավ առաջարկներ կանենք, լավով էլի ավելի այս պարագայում։ Բայց Հայաստանի հետ կապված երևի մեկ ուղղություն մենակ կա, որը տենց ակտուալ կարող է լինել, դա օրինակի համար մասերն են այն տեխնիկայի, որ մենք արդեն ունենք բանակում ու լինելու է դեռ տարիներ երկար Հայաստանի բանակում այդ տեխնիկան ինչ-որ տենց շատ երկարաժամկետի մեջ մենակ կարելի է մեկ էլ պատկերացնել ինչ-որ մոդեռնիզացիա էլի իրանց ապրանքի, որը ուրիշ այլ ընտրանքային մոդեռնիզացիաների պակետներ չունի։ Պարոն Ներսիսյան, այս հայտարարություններն ուշագրավ են նաև այն համատեքստով, հա, որը անշուշտ նրանք պարունակում են, դա այս դիվանագիտական արժիոտաժն է ռուս-ամերիկյան, որը սկանդալային դրսևորումներով է առանձնանում նաև ինչ է կարծում հաշվի առնելով այն ընդհանուր, հա, հավաքականության մեջ, որ մենք ունենք այս հայտարարություններ, դեպքեր, ժամանակագրություն, Ռուսաստանի այս խաղաղությունը պետք է թե ոչ։ Ի վերջո։ Դե նայած ինչ խաղաղություն։ Դե հա։ Այն ինչը որ իրենք էին առաջարկել, եթե առանց փոփոխությունների ընդունվեր, դա երևի իրենց ձեռք տար, որովհետև այն ինչին դրան որ հասնեն գետնի վրա, ահագին ժամանակ եւ մեծ կորուստներ են պետք, բայց պետք է հասկանալ, որ այն փաստաթուղթը, որը ձևավորվել էր Witkoff-ի եւ ռուսների բանակցությունների ժամանակ, ինքը այդ տեսքով չի լինելու սեղանին եւ եթե լինեն ինչ-որ փոփոխություններ ուկրաինական կողմից եւ այդ փոփոխությունները հիմա ձևավորվում են, դա Ռուսաստանը ինձ թվում է այդքան էլ հավանական չի, որ կընդունի։
Եվ պատերազմը ըստ այդմ կշարունակվի։ Այո, դա չի նշանակում, որ այս պատերազմը անվերջ է տևելու, բայց Դա կարելի է պատկերացնել, որ օրինակ 2-3 ամսից մի հատ էլ նմանատիպ փորձ կարվի, հետո էլի մի հատ էլ նմանատիպ փորձ եւ երևի ինչ որ մի օր կլինի, երբ որ դա կստացվի, ինչ տարբեր պատճառներով։ Պարոն Ներսիսյան, տարին մոտենում է ավարտին եւ Թրամփի 1 տարին է նաեւ լրանում ըստ այդմ։ Շուտով իհարկե դեռ չի լրացել, բայց մենք կարող ենք նախանշել 3 ցիկլ, հա, այդպես որ տեղի ունեցավ, դա մեկը Ստամբուլյան ցիկլն է, երկրորդը Anchorage-ի ցիկլն է, երրորդն էլ պայմանականորեն կարելի է կոչել Ժնևի ցիկլ, հա, որը ըստ էության մենք տեսնում ենք այս ցիկլը եւս ըստ ամենայնի էլի նախորդների ճակատագրին կարժանանա դուք տեսնում եք նախադրյալներ, որ զինադադարը այս ռազմաճակատի գծի կոնֆիգուրացիայում հաստատվի։ Եթե մենք բուն լոգիկայից ելնենք այս պատերազմի ծառեցումը պետք է լիներ երևի արդեն 2 տարի առաջ, եթե ոչ ավել, որովհետև մեծ փոփոխություններ սահմանին չեն լինում են, բայց դա շատ դանդաղ է, շատ մեծ կորուստներով եւ տակտիկական բնույթ։ Այո, բավական շատ տակտիկական բնույթ է կրում եւ դրա համար ռազմավարական ռեսուրսներ են կիրառվում Ռուսաստանի կողմից այդ խնդիրներին լուծելը հասնելուն դրա այդ իմաստով այս պատերազմը ահագին ժամանակ առաջ պետք է սարեցված լիներ, բայց մենք տեսնում ենք, որ մենակ տրամաբանությունը չի այս հարցերում կիրառվում, դրա համար վաղն էլ որ սարեցվի դա կլինի տրամաբանական, բայց ես դեռ դա չեմ տեսնում։ Այս ձեր ասած երրորդ ցիկլում 24 ժամում պատերազմ կանգնացնել 100 օրում եւ 1 տարում երևի չի հաջողվի։ Տեսեք, պարոն Ներսիսյան, նաեւ այսպիսի ընկալում է ձևավորվում համենայն դեպս ՆԱՏՕ-ի այս զինվորական ինտելեկտուալների շրջանում, որ այս պատերազմը կավարտվի, երբ պարզ դառնա, թե կողմերից որ մեկն է փշրվում։ Սա ռեսուրսների պատերազմ է, սա տոկունության պատերազմ է, ընդ որում խոսքը փլուզման մասին է ներսից, ում համակարգը ավելի կայուն կգտնվի։ Այստեղ ինչպիսի զարգացումներ եք տեսնում այս տրամաբանության մեջ։ Այդ տրամաբանության մեջ ես ճիշտ է որ ասենք, ինձ թվում է ռուսական համակարգը գոնե այս պահին ավելի ստաբիլ է երևում տարբեր պատճառներով, օրինակի համար, որ ինքը շատ ավելի ավտորիտար է եւ կարողացել է որևէ քաղաքական այլ մտքերը հանի իր պետական շրջանառությունից, պետության մեջ եւ բացի դրանից, որ կարում է մինչեւ հիմա մեծ քաղաքներից որևէ մոբիլիզացիոն process-ներ չիրականացնի։ Մեծ մասամբ փոքր քաղաքներից եւ գյուղերից են մարդիկ բանակ գնում եւ դրա պատճառով մեծ դեստաբիլիզացիա չի լինում։ Մյուս կողմից այն պատերազմի ազնագները, որ Ռուսաստանել են սկսել գալ, այդ օրինակ հարվածները խորքային տարբեր օբյեկտներին, դա էլ ինչ որ շատ դանդաղ process է, ինտենսիվության աճը եւ մարդիկ ոնց որ շոկեր, շատ բաներ շոկեր չեն ապրում։ Անտելանում են կամաց, հա, դրան։ Այո, այդ իմաստով իրենք մի քիչ ավելի լավ դիրքում են գտնվում, բայց մի ուրիշ բան էլ կա ավտորիտար պետությունների եւ իրենց պատմության հետ կապված, շատ հաճախ այդ փլուզումը լինում է առանց ոչ մի նախադրյալների երևացող։ Այո։
եթե մենք նույն սովետի փլուզման մասին ասենք, կային նախադրյալներ, բայց մեկը մինչև 89-90 թիվ շատ դժվար կլիներ որևէ մեկին ասել, որ այդ պետությունը կարող է փլուզվել։ Ուկրաինայի պարագայում իրավիճակը բավականին հակառակ է, ամեն ինչ խոսվում է եւ մենք տեսնում ենք որոշ կոռուպցիոն սկանդալներ ղեկավարության շուրջը, դա կարող է խանգարել բնականաբար եւ կորուստների մասին որ խոսում ենք, այստեղ սաղ հանրությունը դա տեսնում է, որովհետեւ մոբիլիզացիան բավականին ագրեսիվ է արվում, որովհետև դե բնականաբար այդքան մարդկային ռեսուրս այդ պետությունը չունի։ Բայց դա չի նշանակում, որ այդ փլուզումը, որ դուք նշում եք, լինելու է 1 ամսից կամ 1 տարուց։ Այո։ Ես իմ հասկանալով Ռուսաստանի կողմից հույսերը կապվում են հենց մեծ մասամբ դրա հետ, որ մի օր ուկրաինացիները կփլուզվեն եւ չեն կարողանա այլ որևէ ձևի պատերազմել։ Պարոն Ներսիսյան, փաստորեն մենք գործ ունենք, այսպես ասենք, անորոշ հեռանկարի հետ եւ այդ անորոշության պայմաններում Հայաստանը շարունակում է իր զինված ուժերի ռեֆորմները եւ այդ ռեֆորմների տրամաբանության մեջ նոր գործընկերների հետ է զարգացնում պաշտպանական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, նաեւ ներքին կառուցվածքային եւ որակական փոփոխություններ, բարեփոխումներ անցկացնում է։ Սակայն այնպիսի տպավորություն կա, որ հասարակության մեջ մինչև վերջ հասկանալի չէ, թե ինչի համար է դա արվում, ոմանք էլ ասում են, ահա, որ ծառայության ժամկետը կրճատվում է ուրեմն մինչև 1.5 տարի, դա նշանակում է բանակի կրճատում։ Այդպես է դա, թե ոչ։ Դե գոնե այս պահին կոմունիկացվել է ինչ քանակի նոր պայմանագրային զինվորականներ են կարողացել բերել բանակ, հատկապես պաշտպան հայրենյաց ծրագրով եւ այդ թիվը հավելյալ ծածկում է այն տարբերությունը, որը առաջանում է այդ 1.5 տարի կրճատումից։ Ես ավելին ասեմ, կա մի մոտեցում, որը կարող է օգնել մի քիչ մեծացնել էլ քանակը զինծառայողների, դա եթե մենք կարողանանք արագ վերջացնենք նոր ռազմական կրթության եւ պատրաստության ծրագրերի փոփոխությունը եւ 6 ամսյա բավականին ցածր էֆեկտիվության պատրաստության ծրագիրը ժամկետային զինծառայողների համար դարձնենք ինտենսիվ եւ էֆեկտիվ 3 ամսյա կուրս։ Պատկերացում կա մոտավորապես ինչ ծրագիր է դա կարող լինել եւ կա այդ ծրագիրը իրականացնելու, հա, այդ պատրաստությունն իրականացնելու հնարավորություն, որ ասենք չլինի, հա, 3 ամսով է կհրավիրեն, հետո մարդիկ ասենք 3 ամիս, չգիտեմ, պարապուրդի մատնված կնստեն, դա պետք է լինի կոնկրետ ուստավի մեջ գրված, թե ինչ ինտենսիվության ինչ պետք է անեն եւ կան պետություններ, որտեղ այդտենց ծրագրեր կան եւ իրենք հաստատ ավելի էֆեկտիվ են, քան մեր այսօրվա 6-ամյա ծրագրերը։ Բնականաբար պետք է բացի ընդունելուց նոր մոտեցումները հետևել, որ այդ ամեն ինչը կատարվի հավելյալ ձևի, բայց կյանքը ցույց է տալիս, որ տենց կառույցներում ոնց որ բանակն է, եթե մի բանը թղթի վրա որպես օրենք գրված է, ավելի բնականաբար լավ է կատարվում, քան եթե լինի ինչ-որ եկեք նոր ձևի անենք, բայց դա թղթին տված չլինի։ Օրինակի համար չգիտեմ, հիմա պետք է 100 անգամ կրակեն, օրինակ եմ ասում, թիվը օրինակի համար է, եթե գրված լինի, որ 300 հատ փամփուշտ պետք է կրակվի, օրինակ մի ամսվա մեջ։ Դա
չկատարել բավականին դժվար կլինի։ Այո։ Եվ ամփոփելով, պարոն Ներսիսյան, այն որ իբր Հայաստանը պետք է Հնդկաստանից ինքնաթիռներ գներ, հետո այն էմիրություններում ավիաշոուի ժամանակ, երբ հնդկական ինքնաթիռն ընկավ, դրանից հետո Հայաստանը դադարեցրեց բանակցությունները։ Ըստ էության Հայաստանը նախ հերքեց ընդհանրապես այդ բանակցությունների փաստն ինքնին, հիմա էլ այս դադարեցումը, այս աժիոտաժը ինչպես եք մեկնաբանում դուք։ Դե սկսենք նրանից, որ այն նորությունը, որ գնման մասին էր, fake նորություն էր, հերկվել էլ է պաշտպանության նախարարության կողմից, այնտեղ խոսքը գնում էր Su-30 տիպի կործանիչների մասին հավաքած Հնդկաստանում, դա հնդկական կործանիչ չէ։ Իսկ երբ որ խոսքը գնում է այդ ավիաշոուից հետո տրագեդիային, մենք խոսում ենք հենց հնդկական Tejas տիպի կործանիչի մասին, Ստեղ բաց նորություններ ինձ թվում է շատ քիչ են եղել այդ տենց որ ինչ-որ հետաքրքրություն կա ու այդ լուրը, որ Հայաստանը էլ չի բանակցում դրա շուրջ, ինձ թվում է եկել էր իսրայելական ինչ-որ մեդիայից առաջի անգամ եւ ճիշտն ասած չեմ կարծում, որ դա ամենալավ աղբյուրն է այս թեմայի շուրջ։ Այո։ Բացի դրանից ոչ մեկ չգիտի դեռ ինչու է այդ ինքնաթիռը ընկել, դա օրինակի համար կարող է շատ հանգիստ հենց օդաչուից խալը լինի, եթե կադրերը տեսել եք, այնտեղ ոնց որ նայում ես թվում է, որ ինքը չկարողացավ ֆիգուրայից դուրս գա ժամանակին։ Կարող է նաև տեխնիկական խնդիր եղած լինի, բայց մենք դա չգիտենք դեռ ու այսօր շատ զարմանալի կլինի, որ որևէ մեկը, ով որ հետաքրքրվում է օրինակ Tejas-ով, որոշումներ ընդունի մենակ այն հանգամանքով, որ այդ կործանիչը ընկել է, առանց իմանալու թե ինչ է եղել։ Եվ բացի դրանից իմանալով, որ շատ քիչ երկիր կա, ում կործանիչը հենց ավիաշոուի ժամանակ չի ընկել, գոնե մեկ անգամ։ Բացառվում է նման բան։ Եվ ամփոփելով, պարոն Ներսիսյան, Սաուդյան Արաբիան դարձավ Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակցի կարգավիճակ ունեցող պետություն եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց F-35 ինքնաթիռներ գնելու։ Դա այն է, ինչը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի կարողանում դրան հասնել, հա։ Սա ինչպես է ազդում ուժերի դասավորության վրա մեր տարածաշրջանում, այսպես Մերձավոր Արևելքում եւ դրա պրոյեկցիան մեր տարածաշրջանում, հա, ինչպես եք դուք պատկերացնում, հենց ընդհանուր ուրվագծերով համեցեք։ Եկեք ճիշտը ստեղ ասենք, Սաուդյան Արաբիան Թուրքիայի հետ համեմատ շատ ավելի հարուստ պետություն է, բայց նույն ժամանակ շատ ավելի քիչ ամբիցիաներ ունեցող գեոպոլիտիկ ոլորտում։ Եվ ԱՄՆ-ն իրենց հարյուրավոր միլիարդների զենք ու զինամթերք շատ շուտվանից է վաճառում, կա տենց կատակ, որ ամեն 8-ամյա նախագահական ցիկլ մի 200-300 միլիարդի զենք պետք է իրենք առնեն ԱՄՆ-ից, որ իրենց համար ԱՄՆ-ն ինչ-որ կատակն է, որ ԱՄՆ-ն չհարցնի ինչի է ձեր մոտ թագավորություն։ Այո, այո։ Բայց եթե օբյեկտիվ վերցնենք, ինձ թվում է, որ այսօրվա ամերիկական մոտեցումը շատ պրակտիկ է այն տեսակետից, որ եթե ինչ-որ գնով, ինչ-որ մեծ քանակի F-35 է ուզում մեկը առնի, իրենք ավելի պատրաստական են դա անել բիզնես տեսակետից, երբ օրինակի համար Բայդենի օրոք ավելի լուրջ էին նայում, թե ում են վաճառում։ Այսօր կարելի է պատկերացնել, որ եթե Հայաստանը ինչ-որ շատ հարուստ երկիր լիներ եւ գնար ասեր ուզում ենք
50 միլիարդ դոլարի զենք առնենք, կարող է դա վաղը լիներ օրինակի համար։ Հասկանալի է։ Պարզը շատ շնորհակալ եմ պարոն Ներսիսյան ձեր այս կարևոր դիտարկումների, գնահատականների եւ տեղեկությունների համար, որ տրամադրեցիք մեր հեռուստադիտողներին այս կարևոր հարցերի շուրջ, հետևենք դեպքերի ընթացքին եւ պարբերաբար քննարկենք այդ զարգացումները ձեզ հետ միասին, մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Հաջողություն, շնորհակալություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, ռազմական փորձագետ, Ապրի Արմենիա հիմնադրամի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված այս հապկի շրջանակներում տեղի ունեցող զարգացումների, Միացյալ Նահանգներ Սաուդյան Արաբիա ռազմական համագործակցության հետ կապված, նաև քննարկեցինք Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումները, այդ որոշ ասեկոսներ դրա շուրջ նաև քննարկեցինք, թե որքանով է նշանակում ծառայության ժամկետը մինչև 1.5 տարի կրճատելը բանակի կրճատում։ Ըստ էության, այո, դա չի նշանակում։ Հետևենք դեպքերի զարգացման ընթացքին եւ եթերում կհանդիպենք արդեն կիրակնօրյա լրատվական վերլուծականի շրջանակներում, կիրակի օրը խաղաղություն, բարի նոց ձեզ։